Բարև ձեզ հարգելի ընկերներ, անպայման եթե հնարավոր է, եթե գտնեք հարմար տարածեք, խնդրում եմ, այսօր Նիկոլը գնաց մեր արդեն հարազատ դարձող թուրքերի մոտ, ինչպիսի հարազատ է թուրքը, մենք գիտենք և դա հնարավոր չի մոռանալ և միայն ավանակը կամ ոչխարը կարող է դրա մասին մոռանալ և հույս կապել, որ մենք հերթական ջարդից և ավելի մեծ խայտառակությունից, քանի որ մենք հիմա պետություն ունենք, ոնց որ թե Չինաց-պետական ինստիտուտներից ոչ մի բան չի մնացել և 100% այնտեղ որոշվելու է Հայաստանի ողբերգական ավարտի հարցը։ Կարող է թողնեն փոփոխված դրոշակ ու փոփոխված գերբ, ասենք Ռուսաստանում էլ ամեն մի նահանգ ունի իր գերբը, Ամերիկայում էլ ամեն մի շտատ ունի իր գերբը, բայց մենք նույնիսկ այդ կարգավիճակով չենք լինելու և ամենայն հավանականությամբ մեզ նույնիսկ չեն թույլ տա այսպիսի խայտառակ վիճակում դառնալ թուրքական բիարետ, այլ կդարձնեն Ադրբեջանի ինչ-որ մի սատրապություն փոքրիկ։ Բայց հարցը ինչումն է, հասկացանք, ազգ կասեն, ժողովուրդ կասեն, կգցեն ժողովրդի վրա, բայց լավ հիշեք և ամենակարևորը, ինչպես Արցախի հանձնման մեջ այդ և հանձնելու պրոցեսին մասնակցեցին, և հանձնելը լեգիտիմացրեցին, և պատրաստեցին, այնպես էլ հիմա Սյունիքի հանձնման հարցի մեջ և մնացած բոլոր կատարվող ողբերգական պրոցեսների մեջ, եթե ոչ առավել, կաք մինիմում նույնքան մեղավոր է ընդդիմությունը, այսպես կոչված այդ ոչնչությունների հավաքածուն, որոնք ի սկզբանե խայտառակ ձևով, խայտառակելով ամբողջ ազգով, ամբողջ պետությունը քաղաքակրթության մեջ առաջին անգամ չտեսնված հանցագործություն կատարեցին, գնացին կապիտուլյանտի հետ ընտրությունների, պայմանավորված ելքով և ընտրեցին մտնելով և կազմելով խորհրդարան այս հրեշին, իրենց նշանակված գործակատարին և այս 4 տարի լեգիտիմացնում են ամբողջ դավաճանության պրոցես, այսինքն գնալով կապիտուլյացիոնից, դա հենց իրական կապիտուլյացիան հենց այդ ընտրություններն էին, որին մեծ տարվավ այսպես կոչված մեր այդ մեծապատիվ չէ, փոքրապատիվ մուրացկանների այսպես կոչված քաղաքական էլիտան։ Եվ հասկացեք վերջի վերջո, որ Նիկոլը իրականում ոչ ոք է։ Նիկոլը ընդամենը նշանակված գործակատար է, իսկ Հայաստանի միակ իշխանությունը դա կազմված խորհրդարանն է։ Եվ ցանկացած պատգամավոր իշխանության մի մաս է։ Ցանկացած ֆրակցիա դա իշխանություն է, և նրանք բոլորը միասին պատասխանատու են երկրի ամեն մի և հաջողության, և տապալմաններից հաջողություններ չեն եղել, միայն տապալումներ են եղել, և դա նրանց հանցագործություններ ամեն մեկի, և նրանք են պատասխանատու իրենց իսկ ընտրված և իրենց իսկ նշված գործակատարի կեղտոտ, փնթի, խոզ, անմակարդակ, խայտառակություն մի հատ, այդ երևույթի համար, ինչպես նաև պատասխանատու են նրա արածների համար և այն ամեն ինչի համար, բոլոր կորուստների համար հատ-հարատ պատասխան են տալու։ Ասում են Սամվել Կարապետյան, այո, Սամվել Կարապետյանը մեծություն է։ Ինչպիսի մեծություն էր Ռուբեն Վարդանյանը, եկեղեցին, առանձին միակ մնացած մեր պետական, մշակութային, կրթական, ռելիգիոզնի ինստիտուտը, միակ մնացած և այդ հարցանկմանն է մասնակցել են իրենք ողջ խորհրդարանով, քանի որ նրանք ցանկացած ժամանակ կարող էին վերջացնել այդ խորհրդարանի կյանքը և հրաժարվելով, վայրենելով մանդատները, հրաժարվելով իրենց իշխանական աթոռներից, ցանկացած պահի մեկ օրում կարող էին լուծարել Հայաստանի իշխանությունը սահմանադրական ճանապարհով առանց մարդկանց փողոցներում քաշ տալու քաղաքական որոշմամբ
ինչ որ նրանք պարտավոր էին անել, չեն արել, պետք է պատասխան տան։ Կարեն Կարապետյանը, հասկանում եք, ազգը ունի կապիտալ, մշակութային կապիտալ, որը ջախջախվեց, պետական ինստիտուտները որպես կապիտալ, պետությունը որպես կապիտալ, մենք հիմա դա չունենք, եթե դուք չեք հասկանում։ Մենք ունենք մի հատ պետական ինստիտուտ, պատմական ինստիտուտ, մշակութային ինստիտուտ, դա եկեղեցին է։ Հիմա դա հարձակվում է ամբողջ աշխարհով, մեկ խայտարակ եք լինել։ Դուք չեք լսում, ինչ են խոսում մեր ազգի եւ մեր մասին ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ։ Մենակ նա, որ առաջին քրիստոնեական պետությունում ինչ որ մի ոչնչություն, նույնիսկ ձեզ դա ուրախանում եք այդ խոսքերից, հարձակվել է քրիստոնյա եկեղեցու վրա եւ դուք լռում եք եւ նա դեռ գոյություն ունի, դա արդեն նշանակում է, որ մենք տարական ենք, իսկ տարականները քաղաքակրթական ճանապարհում միայն ճժմվում են, ուրիշ ոչ մի բան չեն անում։ Մեզ կոչ են անում գոնե հասկանալ, թե ով ենք մենք, իսկ ինչ իրավունք ունի ապրել մի մարդ, որ չգիտի ինքն ով է, ազգ, որը չգիտի ինքը ով է, ու թքած ունի իր անցյալի վրա, ու սրբությունների վրա։ Եվ երկրորդը, որպեսզի գոյություն ունենա ազգ, գոյություն պետք է ունենա ազգային կապիտալ։ Հիմա ձեր պետական կապիտալը թուրքական ուժերի ձեռքին է, իսկ ազգային այն ազատ կապիտալը, որը գտնվում է չասնի մարդկանց ձեռքին, հիմնական մեծագույն կապիտալը Սամվել Կարապետյան եւ Ռուբեն Վարդանյան, մեկը հանձնված է թուրքերի, մեկը ձերբակալել է թուրքի ստրուկը ձեր տանը։ Եվ ասում են հիմա մի բան կանեն, երևի ինչ որ կոնսպիրատիվ բաներ են, երևի այդ մարդը ուզում է վարչապետ դառնա, то Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը կթողեն, որ ինչ որ մեկ կուլ կտան, կկործանեն, կվնասեն, ազգը կտապալեն, ազգին կոչնչացնեն։ Ինչպես ոչնչացրեցին ընտրության գնալով, դրան բերելով եւ այլն եւ այլն։ Միակ հնարավորությունը խորհրդային լուծարելն եւ պահանջելն է դա։ Միակը հենց այսօր, հենց վաղը։ Դուք չեք հասկանում, թե դուք ուր եք հասել։ 18 թվականից ասում էինք հատ առատ քայլ առ քայլ ինչ ալնելու։ Մի քիչ էինք ասում, որովհետև հնարավոր չէ պատկերացնել այս անդունդը, որտեղ որ կարելի է հասնել ժողովրդին, օգտագործելով բոլոր կեղտոտ տեխնոլոգիաները եւ մյուս կողմից։ Ինչ իմպիչմենտ, այո, իմպիչմենտ պարտավոր էին անելու, պարտավոր անելու առաջին իսկ օրից, երբ որ իրենք իրենց կազմված հանցավոր կոլաբորանտ իշխանություն էին կազմել, ու հենց որ բեմից հնչեցրին, որ Սամոյելյան տապալող դավաճան հողանձնող հողատու առաջին դատախազություն եւ ԱԱԾ պետք է գնային դիմումներ եւ միանգամից պետք է գործարկվեր իմպիչմենտի մեխանիզմը, իհարկե եթե դա չստացվեր, ինչ կես տարի սպասենք, կես տարի ժամանակ տանք, միանգամից մանդատները սահմանադրության Հայաստանի, որտեղ կարող է կազմված լինել ոչ պակաս քան 101 падգամավորից, ընդամենը մի քանի ձայն հրաժարվում էին, տապալվում էր խորհրդարանը, կոլաբորանտ, իշխանակ այդ ակուպացված չարիքի կողմից բոլոր կողմերից։ Երկրորդը, որ 30%-ից պակասը չէ, 30 թե 1/3-ից 35%-ից պակասը չպետք է լինեն ընդդիմադիր իշխանություն, որովհետև ընդդիմադիրները իշխանավոր։ Նույն ձևի իշխանություն են նաև ընդդիմադիր ֆրակցիաները։ Եվ նրանց պատասխանատվությունն է հետամուտ լինել իրենց նշանակած գործակատարին, իսկ ինչ են իրենք նշանակել, քանի որ իրենք կազմելով այդ խորհրդարանը այն դեպքում, երբ որ հնարավոր չէ որ Նիկոլը չընտրվի, իրենք ընտրել են Նիկոլին։ Եվ ամեն դեպքում, երբ որ մի հատ հակապետական ինչ-որ մի օրենք են ընդունում, եւ իրենք դրան դեմ կանգնելուց, հասկանում եք, Հունաստանում ընդամենը ՆԴՖ-ը 1% բարձրացնելու պայմաններում խորհրդարան են ծրում, քանի որ գտնում են, որ դա ինչ-որ ձևով վատ է պետության համար։ Իսկ այստեղ երկիր է կործանվում, դրանք կպածեն իրենց դավաճանական մանդատներին։ Եվ նրանք բոլորը պետք է պատժվեն։ Ու ոչ մեկը երբևիցե մոտիկ չպետք է գնա կառավարման կամ խորհրդարանային աթոռներին նույնիսկ մոտիկ չպետք է գնա։ Ընդհակառակը նրանք բոլորը պետք է դատվեն կոլաբորացիոնիզմի հոդվածով, դավաճանի, թշնամու հետ համագործակցության հոդվածով, իսկ ամենասարսափելի կոլաբորացիոնիզմը, ամենաբարձրագույն կոլաբորացիոնիզմը դա թշնամու կամ դավաճանի հետ իշխանություն կազմել է, ինչ որ նրանք են արել։ Եվ երրորդ մոմենտը, երբ որ հիմա խոսում եք իմպիչմենտի մասին, ՀՀԿ-աններ, ձեր Սերժիկի բերած այս փսլինքը, այս
այս հրեշին, որ պատրաստեց, մեծացրեց եւ գցեց մեր ազգի գլխին ու հիմա այդ բոլորը դի այդ պահում եք։ Կա երրորդ օրենք, որով կարելի է լուծարել խորհրդարանը։ Այ աննամուս անբարոյականներ։ Խորհրդարանը պետք է կազմված լինի 3 ֆրակցիայից, ոչ պակաս մեկը կառավարող ֆրակցիա, երկուսը ընդդիմադիր ֆրակցիա, այսինքն խորհրդարանական իշխանությունը պետք է լինի 3 իշխանական ֆրակցիայից կազմված։ Դրա համար ձեզ 3% հավաքածների ձայներ ավելացրեցին, որպեսզի կազմվի խորհրդարան եւ դուք մտակ խորհրդարան կազմեցիք։ Այսինքն դուք եք պատճառը, որ վերջնական կազմվեց խորհրդարանը։ Հիմա դուրս եկեք, թող ձեր Սերժիկը Նիկոլ բերած հրամայի դուրս գալ ձեր ֆրակցիան հանել խորհրդարանից, հանել երրորդ ֆրակցիան չկա, խորհրդարան չկա։ Ժողովուրդ ջան, վերջինը քանդելում են մեր սրբությունը եկեղեցին, ստիպված են լինելու եկեղեցին երևի տեղափոխել ինչ-որ մի ուժ պետություն եւ դարձնել, ոնց որ Արցախին են ասում, это կառավարում в других странах, վերջ չգիտեմ կներեք, եւ ազգային կապիտալը, դա մարդիկ են կրում, ազատ կապիտալը, հիմա մի ձեր ազգային կապիտալի ամենաազգային ներկայացուցիչը Ռուբեն Վարդանյանը ադրբեջանցի բանտում է, մյուս ազգային ներկայացուցիչը Կանվել Սարապետյանը ձեր տանը թուրքի թշնամին կողել է բերդ։ Ու այդ գումարները գնալու են կամ Հուդայի ցեղի, կամ էլ հենց Հուդայի ցեղի, բայց Ադրբեջանի կողմից Գոդ Նիսանովների եւ Ագալարովների գրպանը, որպեսզի ձեր գլուխը ավելի հեշտ կտրվի, ավելի նամուսով ու ավելի նորմալ։ Իսկ եթե դուք հույս ունեք, որ դա չի լինելու, հնարավոր չի։ Ամեն դեպքում հիշեք, ինչ որ կատարվեց, ինչպես Արցախի հանձնելը, դաշնակները անձամբ Մակրոնի հետ խոսակցություններ էին վարում, թե ինչպես հանձնեն ու ձև թափելուց, դրանից առաջ նախարարություններով մարդկանց քաշ տալուց, հիասթափեցնելուց ամենաակտիվ մասային բերդերում թողնելով, կոտրելով, հիվանդանոցներում թողնելով, եկան միատել սեպտեմբերին բոլորն իրար այդ զուգարանի թղթի վրան անունները գրելով, այդ 100,000-անոց մարդկանց ամբոստությունը ցրեցին ու կոտրեցին, որպեսզի հոկտեմբերին Նիկոլը կարողանա ընդհանուր կազմակերպված իրենց դավաճանական աշխատանքը կատարի, ու դրանից հետո նորից հետ մտան խորհրդարան։ Նույնն էլ հիմա է լինելու, հիմա։ Ու միշտ հիշեք, որ ձեր թշնամին խորհրդարանն է, ամեն մեկ այնտեղ նստած իր դեմքով, ամեն մի ֆրակցիա իր դեմքով, ու ընդհանրապես Հայաստանի փորձանքը դա կուսակցությունն է, բանդաները, այդ ողերին բանդաները թշնամական եւ նրանց գլավայրները տարբեր տեսակի շների դեմքով։ Վերջին շանսն է, տվեք դրանց, բարձրաձայն խոսացեք, հասկացրեք, որ դուք ամեն ինչ գիտեք եւ պահանջեք լուծարել խորհրդարանը։ Քանի կա այդ օկուպացված թշնամական խորհրդարանը, չկա Հայաստան։ Եվ հաջորդ ընտրությունները կատարվելու են կամ բարիզմ իմաստով, կամ ուղղակի քծված ձեզ որպես նես, որ այս մի 9-10 հազար քառակուսու վրան դուք մեզ դարձեք սատրապիա Ադրբեջանի, իսկ 20-30 տարի հետո ձեր այդ սատրապիայի ղեկավարն էլ լինելու է ազգությամբ ադրբեջանցի, եթե արդեն ինքն էլ ադրբեջանցի չի, ինչ տարբերություն առաջերտին ազգ ունենալու համար մարդը պետք է մարդ լինի, գոնե վատ կամ լավ։ Ժողովուրդ ջան, չի կարելի այսպես շարունակել, չի կարելի, տղաներ, խնդրում եմ ձեզ, գիտեք բոլորդ, մինչև հիմա լռում եք ու գնալ այնտեղ կաղնելով, հետո բողոքելով, թե էլի խաբեցին, ու հետո էլ չգնալով հարցը չի լուծվում։ Մնացածը դուք գիտեք։ Ես հաստատ էլ ոչ մի բան չունեմ ասելու։ Մենակ մի բան, ու սա թողնելու եմ իմ մեջին, ու կրկնելու եմ ամեն ամիսը մեկ, նույնը գցելու եմ։ Ամեն դավաճանության ու Հայաստանի հետ կատարվածի համար Նիկոլի ձեռքով անողներն են մեղավոր, եւ դա այդ կալաբրացիոնիստական ակուպացիոն թշնամական խորհրդարանը կազմած ամեն մի անբարոյական կենթանի է եւ նրանց հետևը կանգնած
ցանկացած ուժ։